Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ անկախ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Բարև ձեզ։ Դուք այսօր մի հոդված էիք հրապարակել, որտեղ նշել էիք, որ 102-րդ ռազմաբազան միջամտում է Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Կխնդրեմ մանրամասնել ինչպես է 102-րդ ռազմաբազան միջամտում։ Մի քանի ձևով, մեկը դա պայմանական քարոզչական ձևն է, մյուսը պարտադրանքի ձևն է։ Քարոզչական ձևը դա մարդկանց քարոզում են ընտրել այս կամ այն ուժին, ընդ որում պիտի ասեմ, որ քարոզչական ձևով միայն չեն սահմանափակվում զուտ ուժին պարտադրելով, հա, կամ ուժի օգտին քարոզելով։ Քարոզչական ձևով նաև իրականացնում են քարոզ Հայաստանի պետականության դեմ, մեր ունեցած տեղեկություններով, որոնք որ մենք ստացել ենք Հայաստանի պետականության դեմ, որ Հայաստանի պետականությունն ընդհանրապես ոնց որ տենց առանձնապես պետք էլ չի, որ Հայաստանը պիտի Ռուսաստանի հետ լինի, Ռուսաստանի կազմում լինի, եւ մեկը դա քարոզչական այդ գիծն է, իսկ պարտադրանքը դա ուղղակի ռազմաբազայի հրամանատարության կողմից պարտադրանքն է ռազմաբազայում աշխատող ՀՀ քաղաքացիներին ծառայող չէ, ծառայող ՀՀ քաղաքացի կամ չկա կամ համարյա չկա, աշխատող ՀՀ քաղաքացիներ կան, տենց վարչական, ինչ-որ տնտեսական աշխատողներ են, էլի, այդ աշխատող անձանց պարտադրում են, որ իրենց հարազատներով, իրենց ընտանիքներով, չուտ լինի ազգուտակով ընտրեն կոնկրետ մի քաղաքական ուժի։ Որ քաղաքական ուժին։ Դա ինչ է ականա։ Որտեվ նորից ես չեմ ուզում ստեղ մենք շեշտը դնենք իրականում էական ես սկանում եմ, բայց ես չեմ ուզում մենք շեշտը դնենք քաղաքական ուժերի վրա։ Սա պատմությունն է ոչ քաղաքական ուժերի մասին, սա պատմությունն է ռուսաստանյան միջամտության մասին։ Սա պատմությունն է ոնց է օրինակ Պարտադրանքը ոնց է դրսևորվում, զենքը պահում են գլխին, ասում են կգնաս այսինչ ուժի։ Չէ։ Տեսեք, մեզ փոխանցել են տեղեկությունները, ուրեմն աշխատողները, ՀՀ քաղաքացի աշխատողներ, եւ այն կայանում է նրանով, որ իրանց ասում են, որ եթե դուք սենց չանեք, ապա ձեզ աշխատանքից կհանենք։ Այսինքն պարտադրանքը այդ վարչանյութական կախվածությամբ է, էլի։ Հա, օքեյ, կգնամ կընտրեմ որ ինձ աշխատանքից չհանեք, կգնամ քվյա խցիկում, որտեղ մենակ եմ եւ կորոշեմ ում եմ ընտրում եւ թողեմ դուրս կգամ եւ կասեմ այո, ձեր ասածով եմ ընտրել։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Գիտեք, ընտրողի քվեի պաշտպանության մեխանիզմները բազմաթիվ են եւ դրանք փոխ լրաց, նույնիսկ ասեմ ասեմ, էշելոնացված են։ Եվ ընտրողին պարտադրելուց պաշտպանող մեխանիզմները ընտրողի քվեի գաղտնիությունն ապահովող մեխանիզմների հետ ոնց ասեմ, դրանք տարբեր էշելոններ են։ Մի էշելոնը, հա, դա պաշտպանում է ընտրողին պարտադրանքից, մյուս էշելոնը, այդ երկրորդ էշելոնը քվեարկության գաղտնիության էշելոնն է, եթե այդ առաջի էշելոնում ճեղքված քալինում ճակատի, հա, ռազմական շատ տերմինաբանությամբ դառնանք, երկրորդ էշելոնը պաշտպանության, այո, քվեարկության գաղտնիությունն է։ Բայց այդ չի նշանակում, որ առաջի էշելոնով ընտրողի կամքի ձևավորման վրա ազդեցության մասով մենք պետք է ասենք, հա, ինչ կա, խնդիր չկա, որ դա խախտում են։ Չէ, դա էլ է կարևոր, պետք չի թողել ամեն ինչ քվեարկության գաղտնիության հույսով։ Քվեարկության գաղտնիության հույսով որ լինենք, ընտրակաշառքն էլ պիտի ասենք, ինչ վատ բան կա, էլի, հիմա մարդիկ փող եկալում ու ուզում քվեարկում են, բայց մեկը կքվեարկի տենց փող կվերցնի ու կուզի կքվեարկի, մյուսը ոչ, երրորդը կվախենա, չորրորդին ինչ որ ձև կկարողանան վերահսկեն տեղամասում, հինգերորդին կասեն, կխաբեն, կասեն, չգիտեմ, պատալոգից կամերա կա գախնի կախած, մյուսին կասեն, պտի ասես, որ ինքնուրույն չեմ կարա քվեարկեմ, մեր մարդը քո հետ կմտնի քվեարկելու, չէ, դա ոնց ասեմ, պետք չի ամեն ինչ թողել քվեարկության գաղտնիության հույսով։
Քվեարկության գաղտնիությունը շատ կարևոր ինստիտուտ է, այդ ինստիտուտի համար էլ է պետք պայքարել, բայց պետք չի ամեն ինչ թողել դրա հույսով, պետք է ընտրողներին պաշտպանել ապօրինի միջամտության փուլում։ Այդ ապօրինի միջամտությունը լինի ընտրակաշարք, լինի պարտադրանք, կարևոր չէ։ Այդ փուլից արդեն պետք է սկսել ընտրողին պաշտպանել։ Մոտ ինչ մակարդակով է, հա, այդ պարտադրանքը իջեցվում աշխատակիցների վրա եւ քանի հոգու է առնչվում։ Այսինքն ուզում եմ հասկանամ, աշխատակազմը մեծ է, դա ընտրության վրա ինչ որ ազդեցություն ունենալու է թե ոչ, թե այստեղ միայն անհանգստությունը մարդու ազատ կամ արտահայտման իրավունք։ Մեծ չի, խոսքը մոտ մի 100 հոգու մասին է։ Դե 100 հոգին իրանց ընտանիքներով, բաներով, հիմա, չգիտեմ, քար պայթի տրակի խոսքը 1000 քվեի մասին է։ 1000 քվեով չի իհարկե Հայաստանի ընտրությունները ապագան որոշում, բայց 1000 քվե ստեղ, 1000 քվե այնտեղ, 1000 քվե սենց, 1000 քվեն այնց, վերջում տեսնում ես ընտրությունների արդյունք ձևավորվեց։ Բայց իհարկե ստեղ առավել ուշագրավությունը ապահովվում է նրանով, որ դա անում է օգտարերկրյա ռազմակայանի կողմից։ Եվ աննախադեպությունը, որովհետև նախկինում մենք երբեք չէինք ստացել որևիցե տեղեկություն, երբեք չենք լսել նույնիսկ, եւ ոչ միայն մենք էլ, ինձ թվում է դուք էլ, որ Ռուսաստանյան ռազմակայանը հետաքրքրված ունի Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներում, ընտրություններով, այնց երբեք չի հետաքրքրել։ Սա ինչով է պայմանավորված։ Նրանով, որ շաշով Ռուսաստանյան ռազմակայանը իրականացնում է Ռուսաստանի քաղաքականությունը, Ռուսաստանի հետաքրքրությունն է Հայաստանի ընտրություններում աննախադեպ, որից անցյալ էլ ռազմակայանի պահվածքն է իր հերթին աննախադեպ։ Օրինակ ռազմակայանում մի քահանա կա, հրամանատար, ուրեմն հրամանատար գնդապետ Բեսբորոդովի օգնականն է, հավատացյալ ծառայողների հետ տարվող աշխատանքների գծով, այսինքն տենց իրանց մոտ ռուսական բանակում ավանդաբար տենց է, էլի ոնց որ այդ զորամասի քահանան, զորամասի հրամանատարի օգնականի հաստիքով, հա, մեր մոտ դա միջև վերջերս ինչ որ ուրիշ հաստիքներով էր, ես վերջերս փոխվեց, չեմ էլ հիշում իրաց մոտ, դա զորամասի հրամանատարի օգնականն է, ավանդաբար հենց տենց է, այդ առումով 102-րդ ռազմակայանը բացառություն չի, ինքը էթնիկ հայ է, ուրեմն Տեր Տիմոֆեյ Քահանա Ղազարյանն է, ով ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր է ինքը, հայրաքելական չի, թեև Շիրակի թեմի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունի, բայց ինքը իրանց եկեղեցու սպասավոր է։ Օրինակ երկու տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն ինքը ուրեմն Սուրբ Ալեքսանդրա եկեղեցում, որը հենց ռազմակայանի ներսում է, եւ պատվոբլրի հարևանությամբ գտնվող Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցում մեր ունեցած տեղեկություններով հաճախ իր ծեսերի ժամանակ իրականացնում է օրինակ հակապետական, Հայաստանի հակապետական, էլի ոչ Ռուսաստանի քարոզ մեզ հասած տեղեկությունների համաձայն ինքը դա պարբերաբար օրինակ անում է այդ եկեղեցիներում։ Այսինքն ձեր միակ ունեցած տեղեկությունը դա աշխատակիցների գաղտնի փոխանցած ինֆորմացիան է, ուրիշ այլ արժեքավոր փաստեր չունեք։ Մենք չունենք այնպիսի փաստեր, որոնք այս պահին պատրաստ ենք հրապարակել, որովհետև մենք չենք ուզում ռիսկի տակ դնենք մեր աղբյուրներին։ Որովհետև եթե մենք ներկայացնենք ավելին, քան ես ներկայացրեցի, մենք կոնկրետ մարդկանց ռիսկի տակ ենք դնելու, որովհետև կարող է իդենտիֆիկացնեն թե ով է կամ ովքեր են կամ նեղացնեն շրջանակը։ Որտեվ սենց 100 հոգի, 100 հոգու մեջից թող գնանք գտնեն, 100 հոգու մեջից չեն կարա գտնեն, իսկ
Դուք Մի պարոն քիչ որ Յանիսյան, մանրամասներ տամ։ դուք դեռ պետք է FSB-ի դրվագով անհերքելի ապացույցներ հրապարակեիք, ինչ եղավ այդ Իհարկե, պատմությունը։ կլինի։ Լավ, Նախ եկեք արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի օրերս հրապարակած Սիսյանի հետ կապված գաղտնալսումներում Օրենբուրգի մասով բավականին դետալներ կան, բայց դա, այսինքն այդտեղ էլ շատ բաներ երևում են այն ամեն ինչից, ինչ որ մենք ժամանակին ասել ենք, մենք այո, դեռ դետալներ հրապարակելու ենք։ շատ լավ, ինչպես կգնահատեք Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունը ԵԱՏՄ Եվրամիություն այդ քննարկման շրջանակներում առաջարկում է քննարկել եւ ինչպես Վլադիմիր Պուտինն է ասում, քաղաքակիրթ ապահարզանի գնալ։ Սա խոսույթի ինքը փորձում է ակնարկի, որ եթե գնում եք դեպի ԵՄ, չեք կարող առայժմ մնալ ԵԱՏՄ-ում։ Իր ասածը դա է, որ առայդ որ ոնց որ չեք կարող մնալ ԵԱՏՄ-ում, բայց ասել 5 տարուց դուրս են գալու կամ ինչ որ պահի դուրս են գալու։ Կողմնորոշվեք, կամ ստեղ եք, կամ ընդեղ եք, եթե ընդեղ եք գնացեք ընդեղ, եւ հիմա դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Ինքը դա ասում է եւ դա ենթադրում եմ տիրաժավորվելու է նաեւ ստեղ որոշ շրջանակների կողմից, բայց ինքը դա ասում է եւ ինքը դա կանի, դրանք տարբեր բաներ են։ Ես չեմ բացառում իհարկե, որ ինքը որոշի, որ ամեն դեպքում Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ պետք է սկսեն, բայց ինքը ոնց ասեմ, սպառնում է քիչ հավանական եմ ես համարում, որտեղ է տնտեսական պատերազմից իրանք էլ չեն շահի։ Կարճաժամկետ պատերազմ կարող է անեն, օրինակ ընտրությունների կոնտեքստում, հա, մի քանի շաբաթով տենց ինչ որ բաներ անեն։ Բայց ավելի երկարաժամկետ բան իրան շահերից էլ չի բխում։ Իրան շահի ընդհանրենք իրանք մեր գազը դարձրեցին $600։ Ինչ է տեղի ունենալու, Հայաստանը սկսել է ուրիշ տեղից գազ առնել։ Պարզը չէ $600 գազին չի տալու։ Սկսել են ուրիշ տեղերից գազ առնել։ Մեր տարածաշրջանում լիքը գազ ունեցողներ կան։ Իրան, Թուրքմենստան, Միջին Ասիայում ուրիշ գազ ունեցողներ էլ կան, Ադրբեջան ի վերջո $600 գազ չեն առնելու։ Արդյունքում ինչ տեղի կունենա, Ռուսաստանը մեզ գազ վաճառելու վրա փող էր աշխատում, կդադարի փող աշխատել։ Իրանց դա ձեռ տալի, իրանց դա ձեռ չի տալիս։ Մեզ դա ձեռ տալիս է։ Չէ, մեզ էլ ձեռ չի տալիս, որտեվ իրանք որ մեզ էժան գազ են վաճառում, դա մեր շահերից էլ է բխում, որտեվ մենք էժան գազ ենք առնում, իրան շահերից էլ է բխում, որտեվ իրանք մեր վրա գազի վրա փող են աշխատում։ Որևէ թանկացնան մեր շահերին էլ դեմ կլինի, իրան շահերին էլ դեմ կլինի։ Հիմա ինչի իրանք տան մի բան, որ իրան շահերին դեմ է։ Եվ այլն, հայ օրինակ չգիտեմ, բռնեն արկել են Հայաստանից պատրաստի սնդամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Մի բանա դա անեն ինչ որ կարճ ժամանակահատվածով, ինչ որ բաներ ստենց քաղաքական process-ների վրա ազդելու համար։ Երկարաժամկետ առումով ես չեմ կարծում որ իրանք դա անեն, որտեվ Հայաստանից էժան սնդամթերքը որ գալիս է, այդ էժան սնդամթերքը ռուսաստանցիներն են առնում, իրանց դա ձեռ է տալիս։ Մեզ էլ է ձեռ տալիս, մենք մեր սնդամթերքը վաճառում ենք եւ փող ենք աշխատում, իրանց դա ձեռ է տալիս, իրանք էժան սնդամթերք են առնում։ Առավելևս մոլորակի կեսի հետ թարսվելուց եւ լուրջ գնաճի հետ լուրջ խնդիրներ ունենալու ֆոնին էժան սնդամթերքը իրանց իրոք պետք է։ Ինչ կլինի, մեզ էլ ձեռ չի տալիս, իրանց ձեռ չի տալիս։ Դրա համար ես չեմ համարում որ իրանք դրա կգնան։ Բայց նորից չեմ էլ բացառում։ Զելենսկիի հայտարարությունն է Ռուսաստանը սուր քննադատում համարելով հակառուսական եւ ասում է դա չի կանխվել, ինչ որ բանուներ անելու Հայաստանը թե ոչ։ Մի բան հարցնում եմ, որ ասում են չի կանխվել։ Փաշինյանը պիտի բան անել, պիտի տեղից կանգներ գնալ Զելենսկու բերանոսը փագեր։ Դե մի հատ այդ բահ եկեք հասկանանք էլի։ Այդ ոնց պիտի կանխվեր էլի։ Թե պետության ղեկավարի ստեղ գալուց առաջ ասեն, գիտես Զելենսկի, դու մեր մոտ
կգաս միայն պայմանով, որ սենց բաներ չես հայտարարի, նենց սենց բաներ կհայտարարես։ Իսերն աստծո լուրջ չի դա։ Ով է տենց բանը։ Ցաշովի չհայտարարել։ Ինչ է հայտարարել Զելենսկին Հայաստանից։ Ինչ հայտարարելա, որ ինքը Ուկրաինայի արևելքում եւ հարավում ապրող ռուսախոսներին եւ երբեմն նաեւ էթնիկ ռուսների բնակավայրերը բնաջնջելու է, այն ինչ որ Պուտինն անում արդեն 4 տարի է։ Ռուսաֆոբություն ոնց որ Պուտինն է, մոլորակի ամենամեծ ռուսաֆոբը Պուտինն է։ Կներեք, Պուտինն է 300 թիվը վերջերս հրապարակվեց 345,000 325,000 էր, այնտեղ 300 քանի հազար վերջը 300 քանի հազար Ռուսաստանի քաղաքացի մսաղաց են ուղարկվել եւ սպանվել են հանուն ինչի անիմաստ պատերազմի ռուսաֆոբիան է չի 300 քանի հազար ռուսաստանցի են աշխարհ ուղարկելը ռուսաֆոբիան է չի որ Ուկրաինայի արևելքում եւ հարավում այդ համարաբոլոր բնակավայրերում բնակչության մեծ մասը ռուսախոս էր դոմինանտ լեզուն դեռ ռուսերենն էր մարդկանց զգալի մասին անց էթնիկ ռուսներ էին համարում այդ սաղ մարդկանց բնակավայրերը բնաջնջեցին հողին հավասարեցրեցին ու հողին շարունակում են հողին հավասարեցնել Ուկրաինայի ռուսախոս մարդկանց տները այդ ռուսաֆոբիա չի Մոլորակի ամենամեծ ռուսաֆոբը Վլադիմիր Պուտինն է։ Եվ ինքը իրավունք չունի Զելենսկուն ասի ռուսաֆոբ։ Ըստ էության ակնկալիքն այն էր, որ Զելենսկին Երևան չգար։ Ակնկալիքներն էր, որ 3 օրում Կիևը պետք է գրավեին։ Բայց հասան նրան, որ Զելենսկուց թույլտվության կարիք ունեին, որ Մոսկվայում պարադանային։ Հասկանում եք վերջին մի շաբաթվա Ռուսաստանի ամենամեծ հաջողությունն է նա որ ուկրաինացի կարմիր հրապարակի պարադը հարամ չարեցին ակնկալիք ուզում են ինչ ակնկալիք ուզում են թող ունենան այդ իրանց խնդիրն է ասում եմ ակնկալիքը 3 օրում Կիև գրավելն էր 4 տարի առաջ Վերադառնանք ներհայաստանյան թեմաներին Դերևս Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ մի մարդ քաղաքացի, որը մոտեցել էր իրեն եւ ներկայացել էր որպես զինվորական եւ խնդիրների մասին էր բարձրաձայնում, ըստ էության վարչապետին դրանք դուրս չեկան, որ ուղիղ եթերում ասում է, որ բանակի սնունդը լավը չի, ճանապարհները չեն մաքրվում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հունից դուրս եկավ, գորգրաց եւ ուղիղ եթերում հայտարարեց Պապիկյան դրան հենց հիմա զորացրի թող գնա, մեզ իր նման զինծառայող պետք չի։ Հետո բարեբախտաբար պարզվեց, որ այդ մարդը գործազուրկ չի դառնում, որովհետեւ նախկին զինծառայող է։ Համենայն դեպս Պապիկյանը այդպես ներկայացրեց վարչապետին, բայց եթե լիներ զինծառայող, Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը օրինաչափ է ուղիղ եթերում ոտի վրա առանց մարդու օրինակ Չարցակուրթում է, ուրեմն պետք է արցակուրթում լինի։ Ճիշտ ասեցիք, արցակուրթում Արցակուրթումը պետք է արցակուրթում լինի։ Բա ինչու՞ չեք քննադատում։ Ներեք մանր դեպք է, իսկական մանր դեպք է։ Ամեն մի մանր դեպքին, որ անդրադառնանք Կներեք մենք իշխանության շատ ավելի լուրջ խախտումներն ենք անդրադառնում եւ քննադատում եւ իրավական process-ներ նախաձեռնում էլ այդ մանր դեպքերով։ Ուղղակի ժամանակ չունենք զբաղվելու էլ այդ մանր դեպքերով։ Քաղաքացուն ոտի վրա արցակուրտի մեջ գտնվելու ընթացքում ազատելու հրաման տալ առանց հանգամանքներին ծանոթանալու դա ձեզ համար մանր դեպք է քաղաքացին ձեզ համար բացարձակ գործադիր իշխանության ղեկավարը տեսնում է որ քաղաքացին ինչ որ առերևույթ ոչ թափ վիճակում եկել է եւ խոսում է պաշտպանության նախարարի եւ վարչապետի հետ այդ մարդկանց կարգավիճակն էլ հո պաշտպանության նախարարի վարչապետը օքեյ արցակուրթում են բայց կարգավիճակը այդ է չէ Ներեք մարդը, որը ոչ թափ վիճակում վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ է խոսում, այդ մարդը հաստատ որպես զինվորական չարժ որ ծառայի։ Ուրիշ հարց որ այո, արցակուրթում գտնվող վարչապետը չի կարող
հանձնարարություններ տալ արձակուրդում գտնվող պաշտպանության նախարարին, բայց նորից էլի մանրուքներ են, կներեք, մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք այս քարոզարշավի սահմաններում, այդ թվում խնդիրներ իշխանության հետ կապված, խնդիրներ Պարոն Իոնիսյան, կներեք։ Հիմա ինչ այս դեպքով որ քննարկենք, միակ բանը ինչին որ երևի գալու ենք, դա նա որ Նիկոլ Փաշինյանը խախտեց աշխատանքային օրենսգրքով Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու իրավունքը։ Եվ արձակուրդում ոնց որ Եթե քաղաքացին աշխատող լիներ եւ նրան ազատեին, քաղաքացու իրավունքներն էր խախտվել։ Լավ, պարոն Իոնիսյան, Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը ինչպես կարտարացնեք, որ ասում է Արցախում ոչ դպրոց է եղել, ոչ մանկապարտեզ են կառուցել, ոչ ապրել ենք, ոչ ճանապարհ են կառուցել, ասում այդ հողը մեր ինչով էր։ Հիմա դեսա արդարացրեք։ Արցախում շատ բան կառուցվել է, ես դա հիշում եմ։ Տարբեր ժամանակաշրջաններում է կառուցվել, այդ թվում որոշ շինարարություններ նախաձեռնվել են Փաշինյանի կառավարության տարիներին, շատ շինարարություններ նախաձեռնվել են Փաշինյանի կառավարության տարիներին, շատ շինարարություններ նախաձեռնվել են նախկինում, նենց որ այդ հայտարարությունը ես ընկալում եմ որպես քաղաքական հայտարարություն, որը փաստական առումով ոնց որ թե իրականությունից հեռու է կամ իրականությունը մեղմ ասած չափազանցեցնում այնքան, որ դա արդեն դադարում է իրականություն լինի։ Ինչու է նման հայտարարություններ անում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական գործիչ է, քաղաքական հայտարարություն անում մրցապայքարի կոնտեքստում, այդտեղ ինչ այդ առումով կակրած ամեն ինչ բարձ է։ Հիմա կներեք, այնքան հայտարարություններ են հնչում տարբեր կողմերից։ Մեկը ասում է, հեսա 300,000 ադրբեջանցի է գալու, մյուսը ասում է Ղարաբաղում դպրոց մանկապարտեզ չեն կառուցել։ Երրորդը ասում է, որ այ քաղաքական հետապնդումների են մեզ ենթարկում, այս ինչ տեղում են, ինչ բանը չեն թողում, հետո գնում պարզում ենք, որ դա էլ է սուտ։ Չորրորդը, Քարոզարշավի ժամանակ ամեն հայտարարության հետևից ես համաձայն եմ լրագրողները պիտի այդ հայտարարությունների հետևից գնան եւ լրագրողները պիտի ստուգեն այդ հայտարարությունների իսկությունները այդ թվում օրինակ մեր ազգ քաղաքացիների միավորման փաստերի ստուգման հարթակը դա անում է եւ պիտի անի, բայց բոլորի հետևից չես կարող գնալ, հայտարարությունները շատ Եվ որ ասում էիք այլ խնդիրներ կան քարոզարշավի ընթացքում, այդ թվում նաեւ իշխանության առնչվող ինչ նկատի ունեիք։ Մի մասը հրապարակել ենք, մի մասով դեռ չենք հրապարակել, աշխատանքներ ենք տանում, փաստեր ենք հավաքում եւ կհրապարակենք, բավական էական բաներ կհրապարակենք եւ խոսքը չի լինելու ինչ-որ մի sense առանձին վերցրած էպիզոդի մասով էպիզոդը բռնենք եւ ճանչից փիղ սարքենք, էլի, չէ, հենց փիղ է լինելու։ Ինչ օրինակ Ինչին է վերաբերում օրինակ որոշ ընտրախախտումներ, որտեղ որ ցույց ենք տալիս, որ դրանք զանգվածային բնույթ են կրում եւ ոչ թե էպիզոդիկ են։ Ինչ խախտումների մասին են։ Չէ մասի։ Ինչն է կաշկանդում ձեզ։ Կաշկանդում են, որ այդ ուղղությամբ ինֆորմացիա են շարունակում հավաքել։ Դա ֆինանսավորմանն է կուսակցության վերաբերվում, թե օրինակ ընտրազանգվածին ուղղորդելուն, պետական ծառայողներին, բանակին, ոստիկանությանը։ Դեդուկցիայի մեթոդով էլ չեք անի լեզվիցս դա, բերանիցս դա։ Չէ, չեմ ասի, բայց ես չեմ ասում, որ մենք հրապարակելու ենք այնց բան, որ կառավարության կեսը հանրապետության հրապարակում ինքնասպան չէ, բայց մենք դա Այն ինչ որ շուտով կհրապարակենք միջին ռանգի հավանաբար միջին ռանգի պաշտոնյա է կազմակերպած զանգվածային ընտրախախտում է։ Հա, բան ընտրամաբանության մեջ կանոնակարգի խախտում է, որը իր մեջ ոնց որ թե պարունակում է նաև քրեական օրենսգրքով արգելված տարեր։
Հասարակության մեջ մի այսպիսի խոսույթ կա, խեղճ Նիկոլն ինչ անի, նախկիններն են, խեղճ Նիկոլն ինչ անի, թիմն է, հիմա այդ տրամաբանության այդ ժանրի մեջ մի բան միջին օղակի վերաբերյալ կհրապարակեք, որ իշխանության հետ կապված էլ մի բան ցույց տաք։ Որ միջին ուղակի վրա ենք դել, միջին ասելով նենց չեմ ասում, որ ինչ որ բան ա տենց ասենք դպրոցի տնօրենա, չէ, բարձր ավելի։ Բայց նենց էլ չի որ վարչապետ, փոխվարչապետա, դե կհրապարակենք ասի մասից օդի մեջ խոսակցություն է էլի։ Կհրապարակվի կտեսնեք, բայց ես ուզում եմ ուղղակի հստակ լինի, որ մեր համար բացարձակապես տարբերություն չկա, թե որ ուժն է ընտրախախտում անում։ Բացարձակապես տարբերություն չկա։ Մարդիկ դրան չեն հավատում։ Մարդիկ երբ որ մենք հրապարակեցինք, որ Աննա Հակոբյանի դեմ հայց ենք ներկայացնելու եւ պահանջելու ենք իրեն տուգանել, մարդիկ քանի որ իրենց սահմանափակ քառակուսի ընկալումներով էին ինչ որ բաներ բացած, որոշ մարդիկ իհարկե որոշ մարդկանց մասնախոս, այսինքն քառակուսի ընկալումներով էին փորձում բոլոր երևույթներին բացատրություն, այդ երևույթը քառակուսի ընկալման մեջ չէր տեղավորվում։ Այո, ասում են, որ դուք հանրության շրջանում, այսպես հեղինակության բարձրացման խնդիր ունեք ձեր առաջ դրած, որ ընտրությունների հետ կապված առաջիկայում փորձում են իրենց քառակուսի պատկերացումների մեջ, մարդիկ փորձում են իրենց քառակուսի պատկերացումների մեջ դնել մեզ եւ մեր մոտեցումները։ Սա հազար ներողություն, այս երկրում ով կա որ ավելի շատ է իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ուղարկել իրավապահներին ավելի շատ քան իրազեկ քաղաքացիների միավորումը։ Իսկ հետևանքները Ժողովրդի հետևանքների համար կներեք մենք չենք պատասխանատու։ Հիմա մենք վաղարշապատում ԿՊ-ն վարչական ռեսուրսի ԿՊ-ի օգտին վարչական ռեսուրսեր չարաշահվել, դրա հետ կապված դիմեցինք իրավապահներին, մերժեցին, դիմեցինք դատախազություն, մերժեցին, դիմեցինք դատարան, բավարարեց որ պիտի գործառույթվի, դատախազությունը արդեն բողոքարկեց վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանն էլ մեր կողմ ընդունեց, դատախազությունը բողոքարկեց վճռաբեկ դատարանն էլ մեր կողմ ընդունեց, կես տարի պայքարում էին, որպեսզի քրեական գործ հարուցվի ԿՊ-ի որոշ ներկայացուցիչների դեմ։ Այս վերջերս այդ պայքարը հոկտեմբերից պայքարում ենք։ Այս վերջերս այդ պայքարը վճռաբեկ դատարանով ավարտվեց, հիմա գործը հարուցել են։ Գելի կես տարի պայքար ենք, որ ԿՊ-ի ներկայացուցիչների դեմ կոնկրետ պայքար ենք։ Մեր ավանը երբեմն գիշերները չքնի հայցել բողոքներ, չգիտեմ, բողոքների պատասխան դիրքորոշումներ գրի։ Իսկ հետո ինչ որ մարդիկ իրենց քառակուսի պատկերացումների սահմաններում մեզ ասեն, դե բան, տենց ձևական բաներ են անում։ Դե չէ լինում է, որ թաղապետի հետ կապված եք ասում, հողի տարածք է սարեց, այն արեց, բայց խոշոր ձկներին ոնց որ շրջանցեք։ Կներեք։ Ինքնիշացնեք, ով այն միակ սուբյեկտը այս երկրում, որը որ միջև չեմ հիշում արդեն որ Ատյանի դատարան պահանջում էր, որ Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ հարուցվի։ Միակ սուբյեկտը, մենք ուրիշ ոչ մեկ, ով էր միակ սուբյեկտը, որը էլի միջև չեմ հիշում որ Ատյանի դատարան, կարծեմ վերաքննիչ, պայքարում էր, որ Տիգրան Ավինյանի դեմ գործ հարուցվի 23 թվականի ընտրությունների ժամանակ։ Միակ սուբյեկտը էլի մենք։ Պարոն Հովհաննիսյան, ասում քվականների մեջ տեղում կա, որին դուք չեք անդրադառնում։ Ինչպես? Աստծո եւ քպականների մեջ տեղում կա մեկը, որին դուք չեք անդրադառնում։ Դա Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Մենք Նիկոլ Փաշինյանի մասով հանցագործության մասին հաղորդում չենք տվել, որտեղ իր գործողություններում հանցակազմ չենք տեսել։ Շատ Մենք Նիկոլ Փաշինյանին, բայց ուզածի չափով քննադատել ենք։ Չենք հայհոյել։ Արդյոք մենք Նիկոլ Փաշինյանին հայհոյել ենք, չէ, իհարկե չենք հայհոյել։ Մենք սովորություն չունենք ընտրված մարդկանց հայհոյելու։ Առհասարակ մարդկանց հայհոյելու, առավելևս մարդկան հայաստանցիների կողմից ընտրված մարդկանց հայհոյելու սովորություն մեղմ ասած չունենք։
Բայց Նիկոլ Փաշինյանին կներեք կոնկրետ փաստերով քննադատության մասին երբ որ խոսքը գնում է, ամենաշատ քննադատողներից մեկը մենք ենք։ Ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցությունն ավելի շատ Նիկոլ Փաշինյանը քննադատել, թե մենք։ Հայաստան խմբակցությունը երևի մեզանից ավել է։ Պատիվ ունեմ խմբակցությունը մեզանից ավել է Նիկոլ Փաշինյանին կոնկրետ ինչ որ փաստերով քննադատ։ Խիստ կասկածում եմ։ Պարոն Օնիսյան, քան որ հարցազրույցի ընթացքում Armen Press-ը մի լուր հրապարակեց, որին չհասցրեցի ամբողջությամբ ծանոթանալ, նշվում է, որ ինչ որ իրազեկման արշավ եք սկսում, որին նաև կառավարությունն է սատարում, նախ խնդրեմ ներկայացնել ինչ է ու ինչի համար է դա արվում։ Տեսեք, խոսքը ափսոս ձեռքի տակ հիմա չունեմ որ ցույց տայի, թռուցիկների մասին է, որոնք որ պատրաստվել տպագրվել են մեր կողմից, տպագրվել եւ տպագրվում, հիմա հենց տպագրվում են մեր կողմից, ընտրությունների կոնտեքստում քվեարկության գաղտնիության հետ կապված, ընտրական հանցագործությունների մասով բացատրող, ընտրակաշարք տալու եւ վերցնելու քրեորեն պատժելի արարքներ լինելու մասին բացատրող, այդ թվում նկարագրող, որ ընտրակաշարք վերցնելա նաև ծառայությունների տեսքով վերցնելը, եւ որ դա լուրջ հանցագործություն է, դրա համար մինչեւ 7 տարվա ազատազրկում է նախատեսված, այս ամենի մասին իրազեկող եռալեզու թռուցիկ է հայերեն, ռուսերեն, անգլերեն, որը ուրեմն մենք առաջարկեցինք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը բաժանեն Հայաստան մտնող բոլոր քաղաքացիներին։ Այն կանխավարկածով, որ մարտով որ հիմիկվանց միջև հունիսի 7-ը ներառյալ Հայաստանի քաղաքացիները, հա, որոնք որ մտնում են երկիր, էական հավանականությամբ ընտրող են եւ որոշակի հավանականությամբ հայաստանյան իրողություններից անտեղյակ ընտրող են։ Այդ թվում հայաստանյան իրավակարգավորումներից, այդ թվում Հայաստանում արկա ընտրակաշարք վերցնելու համար խիստ պատիժներից միգուցե անտեղյակ եւ այդ մարդկանց տեղեկացնելու շուրջա առավելևս որ մենք ունենք տեղեկություններ, որ այո, ժամանող մարդկանց մի մասը միգուցե ժամանելու են իրենց կամքով, բայց ժամանող մարդկանց մի մասը դա ամարտիկ են լինելու, ովքեր որ պարտադրանքի կամ ընտրակաշարքի ներքո են, հա, ժամանելու, չեմ տերմինաբանորեն ճիշտ ասացի, ներքո, եւ այդ մարդկանց նաեւ հորդոր կա, որ եթե ընտրակաշարք են վերցրել, ավելի լավ է ոչ թե բացահայտվեն, այլ ավելի լավ է կամովին այդ մասին հայտնեն իրավապահներին, կամ մեզ, որպեսզի ուրեմն եւ դա միակ ճանապարհն է լուրջ պատժից խուսափելու համար։ Կառավարությունը ինչով է աջակցել, ֆինանսավորել է թե զուտ։ Չէ, կառավարությունը չի ֆինանսավորել, կառավարությունը ոչ մի լումա չի տվել, ամբողջությամբ մեր հաշվին է պատրաստվել, կառավարությունը աջակցել է նրանով, որ սահմանապահ զորքերի ծառայողները դա տալու են երկիր մտնող անձանց, կառավարության աջակցությունը զուտ սրանումն է։ Շնորհակալություն։ Այսինքն սա կառավարությունը չի աջակցում, սա ԱԱԾ սահմանապահ զորքերն են աջակցում են։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։